Լյուքսեմբուրգ Էլի 1700-ականների 18-րդ դարի շենք հին քաղաքն է Լյուքսեմբուրգի ուզում էի գնայինք գրունդի կոմը ավելի հետաքրքիր է Միշտ լիքը տուրիստներ Լյուքսեմբուրգի թե մոդեռն քաղաքում, թե հին քաղաքում մանավանդ այսօր օրն էլ շաբաթ է մթնոլորտը հեքիաթային այսենց ով չգիտի Լյուքսեմբուրգը փոքր պետություն է Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի արանքում խոսում են գերմաներեն, ֆրանսերեն, մեկ էլ կոչվում է լյուքսեմբուրգերեն, որը իրականում միջին գերմանական բարբարայի խմբի ճյուղ է բնակչությունը 600 քանի հազար է, եթե ճիշտ եմ հիշում, մակերեսը փոքր, հստակ չեմ հիշում, բայց 250 քանի քառակուսի կիլոմետր, եթե չեմ սխալվում։ Մայրաքաղաքն էլ է Լյուքսեմբուրգը, որտեղ ինքը իրականում քաղաքպետություն չի, էլի։ Գյուղեր կան հետը։ Գյուղեր, փոքր ավաններ, փոքր քաղաքիկներ, որ իրաց ասում են, բայց համ պետությունն է Լյուքսեմբուրգ կոչվում, համ մայրաքաղաքը։ Այ հիմա գնում ենք դեպի գրունդը շատ հետաքրքիր է, ինքը այդ թաղամասը լեռնա այս կողմ։ Այդ թաղամասը ինքը ժամանակին քաղաքից դուրս է մնացել, որովհետև այս քաղաքի տեղում առաջ կելտերն են իհարկե բնակվել, մինչև հռոմեացիների գալը, հետո հռոմեացիները մեր թվարկությունից առաջի երկրորդ դարերում երբ եկել են, սկսել են գրավել տարածքը, դուրս են մղել կելտերին, կելտերը, որ շատ հզոր քաղաքակրթություն են ունեցել, դուրս են մղվել։ Ու այս տարածքները հետագայում գերմանիկ ցեղերն են եկել գրավել։ Կարծանանք երևի վերևից ավելի հետաքրքիր կլինի։ Լյուքսեմբուրգը որպես քաղաք կառուցվել է, սկսել է իր վերելքը ապրել սկսած 10-11-րդ դարերից, արդեն ինքը որպես ֆորտիֆիկացիա է կառուցվել, որովհետև իրականում Լյուքսեմբուրգ անունը հենց հին գերմաներենից կոչվում է փոքրիկ ամրոց։ Ու գրունդը մնացել է դուրս ֆորտիֆիկացիաներից։ Հələ ինչ հետաքրքիր տեսարաններ են բացվում։ Շատ անտառներ կան Լյուքսեմբուրգում։ Տեսավոր ձորեր իհարկե։ Ինքը շատ հարուստ պետություն է համարվում։
Շատ բաներ ձրի են հանձինս քաղաքային տրանսպորտի ու գրունդը դուրս է մնացել հիմնական ֆորտիֆիկացիաներից, ոնց ասեցինք, ապրել են հիմնականում աշխատավոր ժողովուրդը, արհեստավորները, ինքը ոնց որ սենց գրկված է եղել այս Պարիսպայի մասով, հա, բայց համել դուրս է մնացել ու ձորի մեջ, բայց դե պաշտպանվել է հերցոգի կողմից կամ ոնց հայերեն ֆրանսերենից ասում են դուքսի կողմից պաշտպանվել է ժողովուրդը հետագայում արդեն 17-րդ 18-րդ դարերում նոր ամրոցը գրկել է այս հատվածը, այսինքն այս ամբողջ թաղամասը ու այսօրվա դրությամբ ինքը պաշտպանված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության հիմնադրամի կողմից համարվում է աշխարհի մշակութային արժեքավոր ժառանգություններից մեկը։ Այս ամբողջը իր փոքրիկ փողոցներով, տներով, որտեղ շատ փոփոխություններ սեփականատերերը անգամ չեն կարող անել առանց դրության, արտաքին տեսքի մասին է խոսքը։ Ամբողջը մտնում է Գրում թաղամասի մեջ։ Լյուքսեմբուրգից առայժմ այսքան է երևի։ Հետագայում կարող է անդրադառնալ։